Պարոն Բադալյան, այսօր Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Անձնական կյանքի շուրջ քննարկումները ինչ ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր քաղաքական գործընթացների վրա։ Ընտրություններից առաջ նման թեմաների ակտիվացումը կարող է ազդել ընտրողների վարքագծի եւ ընտրական արդյունքների վրա։ Դա կախված է իհարկե ինչ ինտենսիվությամբ եւ ինչ շեշտադրումներով կլինեն այդ քննարկումները, որովհետեւ եթե դիտարկենք զուտ օրինակ այսօրվա թարմ նորությունը, իհարկե դա ունենալու է կարճաժամկետ էֆեկտ, եթե կրկնեմ ինքը շարունակական ինչ-որ բանով պլանավորված տեխնոլոգիա չէ։ Եվ դրա համար եմ նշում, որ կախված է թե թեման ինչ տրամաբանությամբ եւ ինչ ինտենսիվությամբ կներառվի օրակարգ։ Եթե ընդհանրապես այս մեկ անգամյա բանի հետ գործ ունենք, այսինքն լուր է եղավ եւ որը քննարկվեց, բայց կանցնի, այդ դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ սկզբունքորեն մեծ նշանակություն, մեծ ազդեցություն ունենա։ Եվ բնականաբար այստեղ կախված է նաև այն, թե մնացյալ քաղաքական ուժերը ինչքանով կկարողանան այլ թեմաների շուրջ կենտրոնացնել հանրային ուշադրությունը եւ իրենք լինել ինֆորմացիա թելադրող։ Իհարկե հասկանալի է, որ այսպիսի ինտրիգային թեմաներին հասարակությունը միշտ էլ ավելի հակված է, բայց կրկնեմ, ամեն ինչ կախված է, թե սա որքանով է այտենց երկարաժամկետ պլանավորված թեմա եւ որքանով է պարզապես հիմա իրավիճակ, որը իրականում իր տակ ինչ-որ առանձնապես խորհրդապահական բաներ չունի, այլ հենց կյանքի իրավիճակ է։ Այդ դեպքում ինքը կանցնի կգնա։ Իսկ այս տեսանկյունից կարող է օրինակ ազդել, երբ որ այսպես մի ընտանիք, մի մարդ, որ կարելի է ասել իր ընտանիքից կինն է բաժանվում, տղան չգիտես որտեղ է ապրում, երեխաները ինչ կյանքով են ապրում, կարող է հակառակ ազդեցությունը ունենալ, քանի որ ընտանիքի վարքագիծն է հայ հասարակության մեջ կապ ունի։ Լայն իմաստով իհարկե այս բոլոր թեմաները հանրային կարծիք ձևավորելու տեսանկյունից նշանակալի թեմաներ են, բայց ելի ամեն ինչ կախված է շեշտադրումներից, այսինքն թե այդ նույն եթե դիտարկում ենք ամուսնալուծության տարբերակը, ինչ տրամաբանությամբ է տեղի ունեցել, եթե նորմալ քաղաքակիրթ ինչ-որ ամուսնալուծություն է, չեմ կարծում, թե դա որևէ մեկի համար ինչ-որ բիծ լինի կամ ինչ-որ խփող հանգամանք լինի վարկանիշի կամ նկարագրի իմաստով։ Էլի կախված է նրանից, թե այս թեմաները ինչ շեշտադրումներով են քննարկվում։ Որովհետև այդպես միարժեք ասել, որ սա է ազդեցությունը, շատ դժվար է։ Ինքը տոներից, տոն նկատի ունեմ տոնայնությունը, քննարկման բովանդակությունից ոչինչ շատ բան է կախված։ Իհարկե, այս տիպի թեմաները հանրայնորեն սպառվող թեմաներ են, այդ անկասկած։ Բայց կախված է նրանից, թե ինչ տրամաբանությամբ են շոշափվում, ինչ տրամաբանությամբ են օգտագործվում։